Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն «Պոակը» ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա ճանապարհը դեպի Լոռու մարզ ձգվեց, գյուղ Դսեղ։ Օրվա հյուրը դերասան Նարեկ Բաղդասարյանն է։ Նարեկ Բաղդասարյան, դերասան, ծնվել է 1990 թվականին Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ 2007-ից 2011 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում, Սոս Սարգսյանի արվեստանոցում։ 2009-ից 2018 թվականներին աշխատել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում։ 2010 թվականից մինչ օրս Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան է։ Որպես հրավիրված դերասան աշխատել է նաև Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, Հենրիկ Մալյանի անվան թատրոնում և Ագորա թատերախմբում։ Խաղացել է 2 տասնյակից ավելի ներկայացումներում։ Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Լիբանանում, Էստոնիայում, Ռուսաստանում, ինչպես նաև մասնակցել մի շարք միջազգային թատերական փառատոների Ուկրաինայում, ԱՄՆ-ում, Լիտվայում, Ֆրանսիայում, Կիպրոսում և այլուր։ 2018 թվականին Hamlet Machine մոնոներկայացմամբ մասնակցել է Նյու Յորքում անցկացվող United Solo միջազգային թատերական մոնոներկայացումների փառատոնին, այսպիսով առաջին անգամ Հայաստանը ներկայացնելով Բրոդվեյյան բեմահարթակում։ 2018 և 2021 թվականներին որպես տարվա լավագույն երիտասարդ դերասան և 2023-ին որպես տարվա լավագույն դերասան արժանացել է Արտավազդ Հայաստանի ամենամյա թատերական մրցանակի Hamlet Machine, Փափլիկ և Խատուտիկի գինի ներկայացումներում դերակատարման համար։ Արև ձեզ, շատ ուրախ եմ, որ եկել եք, այսքան ճանապարհ եք անցել ու հետաքրքրված եք իմ արվեստով, խոսքը դերասանական արվեստի մասին է։ Ես Նարեկ Բաղդասարյանն եմ, դերասան, աշխատում եմ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում։ Ես ծնվել եմ Տավուշի մարզի Բերդ քաղաքում, սահմանամերձ քաղաքում, ամբողջ մանկությունս անց եմ կացրել այնտեղ, դպրոց եմ հաճախել այնտեղ, բայց միշտ հետաքրքիր է, որ այդ ցանկությունը իմ մեջ եղել է դերասան դառնալու, չնայած նրան, որ ես առանձնապես մեծ պատկերացում չունեի, թե դա ինչ մասնագիտություն է, երբևէ ներկայացում չէի նայել, այդ տարիներին, երբ որ ես փոքր էի, ակտիվ չէր կյանքը շատ և շատ կտրված էր մարզը քաղաքից, մայրաքաղաքից։ Ես զբաղվում էի մի քանի նկարչությամբ էի զբաղվում, հետո որոշեցի, որ պիտի երաժիշտ դառնամ, սկսեցի ջութակ նվագել, փորձել, հետո քանի որ մեր քաղաքում ընդամենը մի ուսուցիչ կար ջութակի, այդ ջութակի ուսուցիչը թողեց և երկրից հեռացավ, ես մնացի առանց ուսուցիչ, թե չէ հիմա ջութակահար պիտի լինեի, որովհետև շատ սիրահարված էի այդ մասնագիտությանը ու շատ էի սիրում։ Հետո որոշեցի երգել, մի քիչ երգի խմբակ գնացի և այլն, բայց ամեն ինչ եկավ հասավ նրան, որ հասկացա, որ միևնույնն է, ես շատ եմ ուզում դերասան լինել, մինչև վերջ պատկերացում չունենալով, թե դա ինչ մասնագիտություն է։ Վստահ եմ ձեզանից շատերն էլ թաքուն երազանք ունի, գրեթե բոլորը
ուզում են դերասան լինել, բայց լավ չեն պատկերացնում, թե դա ինչ է, ինչ մասնագիտություն է եւ ինչ բարդություններ ունի։ Ընդհանրապես ամենակարևորը մեր կյանքում դա երջանիկ լինելն է եւ երջանիկ չես կարող լինել, եթե ճիշտ մասնագիտություն, ոչ թե ճիշտ, այլ մի մասնագիտություն չունես, որը քեզ հաճույք է պատճառում։ Եթե քո մասնագիտությունը քեզ հաճույք է պատճառում, դա արդեն աշխատանք չէ, դա դառնում է կենսակերպ, ապրելակերպ, եւ դու ուղղակի կյանքից հաճույք ես ստանում։ Եվ ես շատ ուրախ եմ, որ կարողացա հասկանալ իմ օժտվածությունը, իմ շնորհները եւ որոշեցի դերասան դառնալ։ Չնայած այդ ամեն ինչին, ես մի քիչ այդպիսի կարծրատիպ կա, որ դերասանները շատ ազատ են շփման մեջ, շատ բաց են, շատ կայտառ են, շատ աշխույժ են, բայց ես գրեթե այդ բոլոր բնավորության գծերի հակառակ կրողն եմ, ես այդքան էլ այդպիսին չեմ, բայց այնուամենայնիվ դպրոցն ավարտեցի եւ մեր շրջանից արդեն իսկ մի դերասան կար, որ գիտեինք, որ դերասան է մեր քաղաքից, Արման Նավասարդյանը, եւ ինչ որ ծանոթների միջոցով ես եկա իր մոտ, հանդիպեցի, ինքը ինձ լսեց, փորձեց մի քիչ աշխատեց ինձ հետ եւ չնայած նրան, որ մեծ հույսեր չէի ներշնչում, որ պիտի ընդունվեմ ինստիտուտ, բայց այնուամենայնիվ ընդունվեցի եւ ընդունվեցի Սոս Սարգսյանի արվեստանոց դերասանական բաժին։ Այդ 4 տարիներ շատ մեծ հետք են թողել ինձ վրա, ինչի համար, որովհետև ի վերջո կրթության հիմնական նպատակը մարդու ձգտումն է դեպի մարդ լինելը, այսինքն բարոյա ոչ թե մարդ լինելը ֆիզիկապես, այլ բարոյա հոգեբանական կատարելության ձգտելը։ Եվ այդ 4 տարիների ընթացքում ես ընդհանրեն սովորեցի, թե ինչպես է պետք սովորել։ Եվ սկսեցի ավելի շատ ինքնակրթվել եւ ավելի աշխատել իմ թույլ կողմերի վրա եւ ավարտեցի ուսումս եւ սկսեցի աշխատել համազգային թատրոնում։ Հիմա մի քիչ ավելի շատ խոսեմ դերասանի մասնագիտության մասին, մենք շատերս երբեմն այդքան էլ ճիշտ կարծիք չենք ունենում այդ մասնագիտության մասին, մեզ թվում է, թե դա շատ հեշտ, շատ երջանիկ մասնագիտություն է, իրականում երջանիկ մասնագիտություն է, բայց ինքը մեծ աշխատանք է պահանջում եւ դա օրերի եւ ժամերի աշխատանք է եւ դա պետք է անընդհատ ինքնակրթվել, որովհետեւ դերասանը կյանքում կարող է լինել ամեն ինչ, ինքը պիտի շատ ուշադիր, շատ նրբանկատ լինի կյանքի նկատմամբ, շատ հետևողական լինի, մարդկանց լավ ճանաչի, որովհետև դերասանը հենց մարդուն է ներկայացնում, մարդուն իր բոլոր շերտերով եւ պիտի կարողանա դերասան այդ բոլոր շերտերը իր միջից վեր հանել եւ խաղի միջոցով համոզել հանդիսատեսին։ Բայց չպետք է մոռանալ, որ այդ բոլորը իրականում խաղ է, այսինքն խաղ է, որը մենք դերասան մի մարդ է, ով մանկությունից դեռ չի մոռացել իր խաղալու կարողությունները, որովհետև մենք բոլորս էլ փոքր ժամանակ միշտ խաղում ենք, ինչ որ խաղեր ենք հորինում մեզ համար, տունտունիկ ենք խաղում եւ այլն, ու այդ պահին մենք, եթե ուշադիր եք եղել, դառնում ենք հենց այդ մարդիկ։ Եվ այդ խաղի հաճույքը դա ամենակարևորն է, որ պիտի այս մասնագիտության մեջ ունենաս ու համոզես հանդիսատեսին, որ դու այդ մարդն ես, չդառնալով այդ մարդը։ Չես կարող ամեն երեկո, ես օրինակ ամիսը 15-20 ներկայացում եմ խաղում թատրոնում եւ ես չեմ կարող ամեն երեկո դառնալ ուրիշ մարդ, որովհետեւ ֆիզիկապես դա ուղղակի հնարավոր չէ։ Դրա համար կան բոլոր մասնագիտություններն ունեն որոշակի գործիքներ, գործիքակազմ։ Դերասանի գործիքը դա ընդհանրապես ինքն է, ինքն իրենով, իր ֆիզիոլոգիական տեսակը, իր ձայնը, իր մարմինը եւ ամենակարևորը իր ուղեղը եւ իր պարունակությունը, այդ ուղեղի պարունակությունը, որը պիտի կառավարի այդ ամեն ինչը։
եւ ինչքան այդ ուղեղը լիքն է ու ինչքան այդ ուղեղը բազմաշերտ է ու ինչքան այդ ուղեղը լայն հորիզոններ ունի, ինչքան մեծ երևակայություն ունի, այդքան դերասանը ավելի համոզիչ է լինում։ Քանի որ հիմնական գործիքները դերասանի դա մարմինն է եւ իր ձայնն է, շատ հետաքրքիր մի բան կա, որ մարմնով մենք ուղակի մարմնով կարող ենք դառնալ շատ տարբեր մարդիկ։ Մենք մարմնով կարող ենք դառնալ եւ կենթանի եւ մի այլ մարդ։ Օրինակ ես հիմա ներկայացում եմ խաղում, որտեղ խաղում եմ շանդեր։ Հիմա օրինակ ինչ է պետք շուն խաղալու համար։ Պետք է ընդամենը մի քանի փոքրիկ նյուանսներ, օրինակ ձայնի այսպես օրինակ խոսում եմ ու ինքը շուն է, որը խոսում է, ու ես խոսում եմ մարդու ձայնով, բայց այդ բառերի արանքում ինչ-որ շնչում եմ կամ քայլում եմ ոչ սովորական մարդու նման, բայց երկու ոտքերի վրա։ Ու այդ ազդեցությունը, որ շուն է բեմի վրա, աշխատում է, ինչքան էլ որ դա հետաքրքիր է եւ հենց դա է այդ ամբողջ կախարդանքը, որ հանդիսատեսը տեսնում է։ Դերասան պետք է ամբողջովին ազատագրված լինի եւ իր մարմինը պետք է ամբողջովին թուլացած լինի։ Վստահ եմ, երբեք չեք մտածել դրա մասին, որ դա կարևոր նախապայման է օրինակ, բայց դա այդպես է եւ եթե դուք կարողանաք ձեր մարմինը լիովին ազատ պահել, դուք երբեք չեք կաշկանդվի բեմի վրա, չեք հուզվի, նույնիսկ դաս պատասխանելու ժամանակ չէ, երբ որ մենք մոտենում ենք գրատախտակին, զգում եք, թե ինչքան եք ձգված, ինչքան է պրկված ձեր մարմինը եւ դուք պետք է փորձեք ազատագրել ձեր մարմինը, որպեսզի ձեր խոսքն էլ շատ հստակ լինի, ավելի համոզիչ լինի ու դուք չլարվեք։ Մի երկու վարժություն կա, որ ես շատ եմ սիրում անել բեմ դուրս գալուց առաջ, մտածում եմ ձեզանից ոմանց հետ այդ վարժությունը փորձել անել, հիմա ով կուզի բեմ բարձրանա։ Դու արի էլով մի 8 հոգի 6 հոգի հիմա այս վարժությունը կոչվում է զարթուցիչ, ինքը ընդհանրապես սա այն վարժությունն է, որ մեզ կյանքում ընդհանրապես կարող է պետք գալ, կարևոր չէ դերասան պիտի լինես թե ոչ, բայց իհարկե մենակ չի ստացվում անել այդ վարժություն, պետք է զույգով լինեք։ Հիմա ես ձեզ ցույց կտամ, արի։ Ոտքդ մի քիչ բացի, ձեռքերը դել։ Կարող է մի քիչ ցավոտ լինի։ Բայց մի ձգվի, դու թույլ պահիր քեզ, Հիմա կռացիր, կամաց։ Հիմա կամաց կբարձրանաս, կամաց։ Հիմա ես քո մարմնի որ հատվածին ինչ ուժով հրեմ, դու փորձի այդ ուժով այդ մարմնի այդ հատվածը թող այդ իներցիայով շարժվի։ Ապրես։ Ինձ արա։
Ապրես։ Հիմա զույգերի ենք բաժանվում ու ես անում ենք իրար։ Եկեք։ Բաժանվեք, դու որևէ մեկին արա ես նույնը։ Դուք էլ իրար կանգնեք սիրուն։ Կանգնեք իրար դիմաց։ Իմացար չէ ոնց ենք անում։ Սկսեք։ Բաժանվեք զույգերի ու իրար արեք։ Մի ամաչեք։ Խփի, ապրես, ձերքի հետ լայն պահի, ոտքերը լայն բացեք, ոտքերը, տենց լավ խմորի նման, լավ, կրացեք, ընթացքում կրացի, էլի խփի, շատ ուժեղ չէ, որ չծավա, հիմա նայ, հիմա կամաց կկանգնես, կամաց, հիմա փոխվեք, մյուսը տարեք մյուսի, ապրեք, զգացիք չէ ոնց ձեր մարմինը թուլացավ, ձեզ մկաններ ավելի առույգացան, հիմա եկեք շրջանով կանգնենք, կիսաշրջանով ավելի ճիշտ, կիսաշրջան, այսպես կանգնեք, եկեք, հիմա էլի շարունակում ենք այս վարժությունը, այս ձեռքերը, նայեք իմ ձեռքերին, հիմա ոտքերը, մյուս ոտքը, հիմա ուսերն էլ միացրեք, հիմա թռիչք ու թուլացած ընկնում ենք, նորից թռիչք, վերջ ապրեք, լավ գնացեք։ Սա իրականում մի այսպես շատ փոքր բան էր, որ նակ ես որպես դերասան ամեն օր, գրեթե ամեն օր, բոլոր ներկայացումներից առաջ սա անում եմ, որպեսզի իմ մարմինը միշտ լինի ֆորմայի մեջ ու ես կարողանամ միշտ բեմի վրա լինել կենտրոնացած եւ լինել աշխույժ։ Հիմա ուզում եմ մի էքսպերիմենտ անենք միասին։ Մենք հիմա ունենք, ես խաղում եմ մի ներկայացման մեջ, որը կոչվում է մարդը ափի մեջ։ Պարույր Սևակի բանաստեղծությունների հիման վրա է բեմադրված։ Եվ այդտեղ մենք մի հետաքրքիր այսպիսի փորձառություն ենք արել։ Վստահ եմ դուք բոլորդ էլ բանաստեղծություններ եք դպրոցում անգիրներ եք անում եւ ասում եք եւ այլն եւ բոլորդ հենց կոնկրետ ձևեր կա, այսպես ասած, բանաստեղծությունն արտասանելու, բայց մենք այդտեղ այդ ներկայացման մեջ այսպես մի փոքր կոտրել ենք այդ կարծրատիպերը եւ բանաստեղծությունները շատ հաճախ ստեղծում ենք մենք ռիթմ եւ այդ ռիթմի տակ ենք այդ բանաստեղծությունը արտասանում, դա եւ նմանվում է մի քիչ գիտեք, այդպիսի երաժշտական ժանր կա, ռեփ, մի քիչ նմանվում է ռեփի, մի քիչ մի այլ ավելի հետաքրքիր նոր բան է ծնվում դրանից։ Հիմա ես ուզում եմ մենք միասին փորձենք մի հատ ռիթմ ստանանք եւ հիմա տեսեք։ Ես կսկսեմ արտասանել այդ բանաստեղծությունը մի փոքրիկ հատված, բայց պիտի խնդրեմ ձեզ, որ դուք փորձեք ռիթմ ստանաք, որպեսզի ես կարողանամ այդ ռիթմի ներքո այդ բանաստեղծությունը ձեզ համար արտասանել։
Հիմա եկեք այսպես անենք։ Օրինակ դահլիճի այս հատվածը պիտի խնդրեմ դուք տեսեք, այսպես անեք։ Դու եկեք փորձենք։ Դու ավելի բարձր, ավելի համարձակ։ Դու ընտիր։ Հիմա այս մյուս հատվածներ պիտի խնդրեմ դուք տեսեք։ Ավելի ուժեղ։ Ահա։ Հիմա ես կսկսեմ այդ բանաստեղծությունը ասել։ Երբ որ հասնեմ այն մասին, երբ որ դուք պիտի սկսեք դուն, ձեռքով կանեմ, հետո ձեռքով կանեմ դուք կմիանաք։ Դու երկու տար։ Դու հասարակ մի դերանուն։ Եվ ընդամենն այդ քո երկու հատիկ տառով այս բովանդակ աշխարհին ես ինձ Տեր անում։ Դու երկու տար ու ես գարնան հողի նման քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում։ Դու երկու տար ու երբ հանկարծ թողնում ես ինձ ու հեռանում, լքված տամպես ճեղք եմ տալիս, ծեփս թափում, անտերանում, ու կսկիծը ցեցի նման բույն է դնում իմ հոգու մեջ, ձեղունի մեջ ու գերանում։ Դու ապրեք, լավ, ապրեք։ Այս ընդամենն այ փորձեր, որպեսզի մենք այս պահին այսպես փորձենք դառնանք մի ամբողջություն եւ փորձենք հասկանալ, որ մենք հիմա բոլորս միասին ինչ որ մի հետաքրքիր բան ենք անում եւ սա մեզ ավելի մտերմացնի։ Դուք նշեցիք, որ վաղ տարիքում, մանկության տարիներում ձեզ մի քանի ոլորտներում փորձել եք ու նշեցիք, որ ջութակի ոլորտում նույնպես ձեզ փորձել եք։ Ես նույնպես այդ ուղում ինձ փորձել եմ ու ինձ հետաքրքրում է, եթե ձեզ հիմա ջութակ տրամադրեն, դուք կկարողանաք նվագել։ Շատ կուզեի, բայց ցավոք սրտի չէ, որովհետև շատ կարճ ժամանակ եմ նվագել, բայց քանի որ դերասանը պարտավոր է անել ամեն ինչ, եթե որևէ դեր լինի, որտեղ ես պիտի ջութակ նվագեմ, ես պարտավոր եմ սովորել ջութակ նվագել, գոնե այնքան, ինչքան որ պետք է այդ դերի համար, այդ ներկայացման համար, բայց իրականում շատ կուզեի, որպեսզի կարողանայի հիմա ջութակ նվագել, բայց չեմ կարող, ցավոք։ Դերասան դառնալու ճանապարհին ինչ դժվարությունների հանդիպեցիք եւ ձեր ծնողները համաձայն էին, որ դուք դերասան դառնայիք, թե ոչ։ Ընդհանրապես երևի թե այդ որ ասում եմ մանկությունից ուզում էի, երևի թե իմ մայրն էր, որ միշտ այսպես ասում էր, որ ես
պիտի դերասան դառնամ եւ դա իմ մեջ այդպես արմատավորվել էր ու ես հենց այդ պատճառով էի ուզում դերասան դառնալ երևի մասամբ։ Իսկ դժվարություններ մինչև հիմա կան, որովհետև սա մի ճանապարհ է, որ անդադ պիտի հաղթահարես եւ ինքը վերջնակետ չունի։ Այնպես որ դժվարությունները միշտ են լինելու, բայց մենք հենց կոչված ենք դրա համար, որպեսզի այդ դժվարությունները հաղթահարենք եւ հենց այդ դժվարություններն են, որ ավելի են ուժ տալիս։ Ընդհանրապես ոչ մի հետաքրքիր բան, ոչ մի արժեքավոր բան հեշտությամբ չի ստեղծվում։ Ամեն ինչն էլ դժվարությունների միջով է անցնում եւ մենք պետք է չխուսափենք այդ դժվարություններից։ Դուք նշեցիք, որ դերասան եք ու որն է այն դերը, որ մինչև ձեր կյանքի վերջ կհիշեք։ Չգիտեմ, մինչև կյանքիս վերջը հələ դեռ չեմ հասել, չգիտեմ որը կհիշեմ կամ չեմ հիշի, որովհետև դեռ կարծում եմ շատ դերեր ունեմ դեռ խաղալիք, բայց հետաքրքիր բան պիտի ասեմ, որ ես բոլոր իմ դերերն էլ սիրում եմ եւ չեմ կարող չսիրել, որովհետև դրանք ես եմ ստեղծում, որովհետև դրանք իմ մի մասն են, իմ ներսի որևէ մի արտահայտությունն են, որևէ բնավորության գծի, որևէ իմ ներքին շերտերի արտահայտությունն է եւ ես դրանք բոլորը սիրում եմ, որովհետև դրանք այդպես ասած իմ երեխաներն են եւ չի լինում այդպես, որ երեխաներին մեկին շատ սիրես, մեկին քիչ սիրես, այդպես ճիշտ չի։ Իսկ դուք հպարտանում եք ձեզնով։ Չէ, ինձնով հպարտանալը մի քիչ չգիտեմ, այդ արտահայտությունը երևի ճիշտ չի, բայց երբ որ իմ առաջ ինչ-որ խնդիր է լինում դրված, ինչ-որ ես բարդություն եմ հաղթահարում, այդ պահին իհարկե ինձ լավ եմ զգում եւ մտածում եմ, որ շատ լավ էր, որ ես իմ կամքով կարողացա այդ հաղթահարել եւ այդ աստիճանն էլ բարձրանալ։ Բայց ընդհանրապես քեզանով հպարտանալ չի կարելի, ավելի լավ է քեզանով հպարտանան ուրիշները, քո կողքինները, քո ընկերները, քո ազգականները։ Պետք չի, որ դու ինքդ քեզնով հպարտանաս։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Մանկությունից ամենաջերմ հիշողությունները կապված են իմ տատիկի եւ ամառային արձակուրդները, երբ որ ես գնում էի գյուղ իմ տատիկի եւ պապիկի մոտ եւ ամբողջ ամառը այնտեղ էի անցկացնում եւ հատկապես ամենաջերմը մի տարի կար, երբ որ իմ բոլոր եղբայրները, այսինքն հորաքույրներից երեխաները, բոլոր այդ 12 թոռ ուներ տատիկս, պապիկս, այդ տարի այդտեղ էին ու այդպես շատ հետաքրքիր ժամանակ էր, որ երբեք էլ այդպես չեղավ, որ բոլորը միասին լինեն ու շատ լավ խաղեր էինք խաղում, ինչ-որ հետաքրքիր բաներ էինք անում, տներ էինք կառուցում։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը դպրոցական կյանքից։ Ամենաջերմ հիշողությունը, երբ որ դպրոցական տարիներին երևի 3-րդ դասարանում էի, ես դեր էի ստացել եւ խաղում էի Շահգան պապի ու հետո մայրս ինձ համար այդպես հետաքրքիր շորեր էր կարել ու հետաքրքիր կերպար էինք ստացել։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Գրականությունը, գրականությունը շատ էի սիրում։ Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Մայրս։ Ինքը ինձ միշտ գիտեմ այդպես ասում է, որ ես դերասան պիտի լինեմ։ Չնայած ես ինքս չէի տեսնում այդ, չէի նկատում այդ շնորհը իմ մեջ, որովհետև մի քիչ ամաչկոտ էի, հիմա էլ ամաչկոտ եմ, բայց ինքը երևի ինչ-որ բան տեսնում էր, նկատում էր իմ մեջ։ Հետո ինքը շատ ասեց ու այդպես ենթագիտակցությանս մեջ մնաց, որ ես պիտի լինեմ դերասան, պիտի դառնամ։ Եթե նորից հնարավորություն ունենայիք մասնագիտություն ընտրելու, ինչ կընտրեիք։ Նորից դերասան կընտրեի։ Նորից դերասան կընտրեի, բայց դերասան, որը ջութակ նվագել գիտի։ Եթե հնարավորություն ունենայիք ճամփորդելու ժամանակի եւ տարածության մեջ, որ ժամանակը կընտրեիք եւ ուր կգնայիք։ Կուզեի վերածննդի դարաշրջանում հայտնվել մի պահ Իտալիայում, այդպես Դա Վինչի, Միքելանջելոյի հետ,
սրուցեի մի քիչ։ Երևի այդ էլի կուզեի, բայց ամենաշատը կուզեի վերածննդի դարաշրջանում լինեի։ Ի՞նչն է ձեզ խանգարել ապրել այնպես, ինչպես երազել եք։ Չգիտեմ, ոչինչ չի խանգարել իրականում, ես ապրում եմ այնպես, ինչպես որ ուզում եմ ապրել, ինչպես որ այս պահին ճիշտ եմ գտնում, այդ կերպով եմ ապրում, ոչինչ չի խանգարում, ընդհանրապես ոչինչ չի կարող խանգարել, եթե ցանկություն ունես ապրելու։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Խորհուրդ կտայի, որ մի քիչ համարձակ լիներ, մի քիչ ավելի պնդաճակատ լինեի, մի քիչ ավելի համարձակ լինեի։ Հիմա քիչ-քիչ հիմա նոր սկսել եմ ձեռք բերել այդ բնավորության գիծը համարձակության։